Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պատիվ ունեմը ևս մեկ անգամ ըստ էության վերահաստատեց այն հայտնի միտքը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ՍՍ-ն սխալ։ Տիկին Գալստյանը ինչպես միշտ լքեց դալիճը, բայց վստահ եմ, որ կլսի ինձ։ Տիկին Գալստյան, եթե ճիշտ եմ հիշում եւ եթե լսում եք ինձ, դուք բարեկամաբար խորհուրդներ տալուց լավ էիք, ձեր մոտ ստացվում էր։ Ձեր գործընկերուհուն Տիկին Գյուրեղյանին խորհուրդ տվեք բարեկամաբար, որ չգա եւ այս ամբիոնից չխեղաթյուրի մտքերը եւ զբաղվի վերջապես իր հանձնաժողովի աշխատանքներով։ Հելնի երկինք իջնի ներքև 300 դպրոցների հրաշալի ծրագիրը հասնելու է ավարտին եւ մի վատ լուրել ունեմ իր համար, ոչ թե 300, այլ ամփոփելուց հետո այն դառնում է ընդհուպ մինչև 320, խոստացվածից մի բան էլ ավել։ Եվ եւս 600 դպրոց մենք պատրաստվում ենք հիմնանորոգել։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այս օրերին շատ քննարկվեց մի պարզ, բայց իրականում չափազանց կարևոր քայլ վարչապետի հրապարակային ներողությունը քաղաքացուց։ Մի բան, որը մեր քաղաքական դաշտում մեղմ ասած սովորական երևույթ չէ, որպես քաղաքական մշակույթի ատրիբուտ։ Այս բառը, որը քաղաքական բառապաշարում հաճախ օգտագործվում է, բայց ոչ միշտ նպատակային, իրական իմաստով, ուղիղ իմաստով։ Շատերի համար այն կամ ավելորդ է թվում, կամ պարզապես խուսափելի, ոմանց համար էլ կարծես գոյություն չունեցող, ասել է թե մաշվող բառերի խմբին պատկանող բառ։ Տարիների ընթացքում մենք տեսել ենք տարբեր հայտարարություններ, կոշտ ելույթներ, անթույլատրելի գործունեության տեսակներ, բայց շատ ավելի հազվադեպ ենք լսել պարզ եւ ուղիղ մեկ նախադասություն։ Ներողություն, օրինակ, սխալ եմ թույլ տվել, թերևս դա է պատճառը, որ երբ այդ բառը հնչում է հանրային տիրույթում, այն միանգամից ուշադրության կենտրոնում է հայտնվում։ Իսկ իրականում հենց այստեղ է տարբերությունը, սիրելի ժողովուրդ։ Քաղաքական ուժը ոչ թե միայն պոպուլիզմի կամ կոշտ ձևակերպումների մեջ է, այլ նաև երբ կարողանում ես կանգնել, ընդունել ու ասել այն, ինչ միշտ չէ որ միանգամից ընկալելի կլինի եւ կդիտվի հասարակության համար։ Որքան էլ փորձեն սա շրջել, իրական քաղաքական ուժը չի չափվում աղմուկով, այն երևում է այն պահին, երբ պետք է ասել մի բան, որը հեշտ չէ ասել, բայց դու դա ասում ես այնուամենայնիվ։ Ներողություն խնդրելը չի փոքրացնում մարդուն, բայց այդ բառը փոքրացնում է այն մարդը, ով չի կարող դա ընկալել։ Թույլերը արդարանում են, ուժեղները ներողություն են խնդրում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։